Մենք իրար միշտ լավ հասկանում ենք, չէ՞ լավ է։ Շատ լավ։ Ինչ է կատարվել առաջին հարցին պատասխանեմ մեր ընկեր, կուսակից ընկեր Գոհար Գումաշյանը ձերբակալված է այս պահին, հստակ ինչ հոդվածով եւ հստակ ինչ թեմայով չեմ կարող ասել, չեմ տիրապետում ինֆորմացիային, թե ինչի համար է այս ամեն ինչը, հերթական անգամ կասեմ, որ այս ամեն ինչը իշխանության վախերից է, իրանց վախերի դրսևորումն է, հավանաբար մեր ազատության հրապարակի միջոցառումը, մեր քայլերթը շատ է իրանց վախեցրել, սա ուղիղ դրա արդյունքն եմ ես տեսնում եւ այս դրսևորումները ոնց որ իրանք են իրենց պահում են աղջիկների հանդեպ, այս բանը չեմ ուզում որակավորում տալ, սպասենք հասկանանք փաստաբաններից թվում է ուր որ այա դուրս կգան, կհասկանանք ինչ այդ հանրահավաքի որ մասն է կախենալու, որ իշխանությունը նման քայլեր կհիշեք Նիկոլ Փաշինյանը ժամանակին տարիներ առաջ մի արտահայտություն էր արել, որ ասել էր դուք իրավիճակին չեք տիրապետում, ավելի քան համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը իրավիճակին չի տիրապետում, առհասարակ թե հանրապետությունում ինչ մթնոլորտ է տիրում է փոփոխության մթնոլորտ եւ մեր հանրությունը ուզում է փոփոխություն եւ այդ փոփոխությունը տեսնում է Սամվել Կարապետյանի հետ մեր ազատության հրապարակի հավաքը դրա մասին էր խոսում, շուրջ 40,000 մարդ է ներկա գտնվել հավաքին եւ պլյուս Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը կարծում եմ, որ իրեն այդ ամենի մասին մի քիչ գոնե ինքը հասկանում է, մի քիչ ակնարկով գոնե, որ մարդիկ իրեն չեն ընդունում եւ փոփոխություն են ուզում։ Պարոն Ալեքսանյան, ամեն դեպքում 2021-ի սցենարը ինչպես չկրկնել եւ ունենալ հաջողություն անդիմության նկատմամբ հավաքական։ Ես կարծում եմ, որ Սամվել Կարապետյանի առաջարկած փոփոխությունները եւ Ուժեղ Հայաստան դաշինքը ինքնիրենով արդեն 2021 թվականի սցենարը չի եւ այդից պատճառով տեսնում եմ, որ հանրությունը լրիվ ուրիշ հույս ունի եւ լրիվ ուրիշ էներգիայով է պայքարում, որ ունենա Ուժեղ Հայաստան։ Կունենանք։ Այո։ Չեմ զուգադիպությունների եւ պատահականությունների մասին չեմ կարող խոսել, այս ռեպրեսիվ գործողություններ իշխանության կողմից, նենց չի որ չենք սպասում, ամեն ինչ էլ իրանցից սպասում ենք, որովհետեւ իրենք դրա մասին են, այսինքն ոչինչի։ Վաղը ժամը 12-ին Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի հերթական նիստն լինելու Պարոն Ալեքսանյան, դուք 40,000 մասնակցի մասին նշեցիք հանրահավաքի, բայց կան տվյալներ, որ եթե չեմ սխալվում 12,000 մասնակցի մասին։ Դուք ներկա եղել եք։ Դուք ներկա եղել եք։ Մեկնաբանում եմ, դուք ներկա եղել եք հանրահավաքին։ Կարծիք ունեք որևիցե։ Շատ էին, բայց հաշվել չենք կարող Ալեքսանյան։ Դե ես չեմ կարծում դուք հաշվել չեք կարող, ես կարծես թե Դանիել Իոնիսյանի ամենայն հարգանքով ամեն ինչից անկախ Դանիելի մաթեմատիկայի դասատուին ես կարծում եմ, որ իր խնդիրն է եղել, որ մաթեմատիկան տենց էլ չի կարողացել սովորել եւ հաշվել չի կարողանում եւ իրենց ԿՊԱ-ական մնացած թիմակիցները ովքեր նման բան են գրել, ամենայն դեպս ովքեր որ եղել են այդտեղ, ամենայն դեպս ովքեր որ կադրերը տեսել են, կադրերը հրապարակված են, այդ էներգիան ներկաները ստացել են շատ ու շատ 100,000-ավոր մարդիկ այդ էներգիան էկրաններից այն կողմեն ստացել, ես իմ համեստ հաշվարկներն եմ ներկայացնում, ասում եմ 40,000 հոգի եւ ավելի մարդ։ Հակակոռուպցիոն կոմիտեն արդեն հաղորդագրություն տարածել է առայն, որ բարեգործության ակերքի պայմաններում մարտամսին մի դեպքում անհատույց գումար է տրամադրել մի անձի, մի այդ դեպքում խոստացել է ծառայություն մատուցել, հակակոռուպցիոն կոմիտեն այդպես հաղորդագրություն է տարածել, նշել, որ երկու անձի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել եւ նրանք ձերբակալվել են։ Ըստ էության խոսքը Տիկին Հովհաննիսյանի եւ մյուս անձի վերջինների մասին է խոսքը։ Նյութին չեմ տիրապետում, չգիտեմ ինչի մասին է խոսքը, ավելի քան համոզված եմ, որ սա հերթական, դատարկ, շինծու
գործերն են փորձում կարել, ինչ-որ մի բան անել, սպասենք, հեսա թող իրավաբանները դուրս գան, արդեն կմանրամասն։ Այ այս ձեռնարկությունները ձեր թիմակիցների շրջանում օրինակ վաղի մտնող տալը ձեր բանը։ Եվ շնորհակալ եմ այդ լավ հարցի համար, ավելի քան հավաստիացնում եմ թե ձեզ, թե մեր հայրենակիցներին, որ ոչ մեր թիմակիցներին, ոչ հանրությանը, ոչ այն մարդկանց, ովքեր որ դեռ չեն միացել եւ պատրաստում են միանալ, նմանատիպ դատարկ բաներով եւ առհասարակ որևիցե բանով մեզ վախեցնել չեն կարող։ Վախեցողն իրանք են վախենում, որ Սամվել Կարապետյանը այնպես է անելու, որ հայ ազգը գլուխը բարձր է ապրելու, իրանք են վախենում, որ ուժեղ Հայաստան ենք ունենալու, իրանք են վախենում թասիվով, արժանապատիվ ու ազգային արժեքներով ապրող մարդկանցից, իրանք են վախենում, թող իրանց վախով տապակվեն ու ելի եմ ասում նմանատիպ եւ ոչ նմանատիպ ոչ մի բանով ոչ մեզ, ոչ մեր թիմակիցներին, ոչ մեր ապագա թիմակիցներին ու ոչ էլ մեր հայազգին չեն կարող վախեցնել, որովհետեւ հայազգը վախեցող տեսակ չի։ Իրանք իրենց փոքրիկ խմբակով են վախկոտ։ Իսկ Տիկին Ղումաշյանի նորածնի մորը ձերբակալելը այդ որոշումն է պատահական համարվում է իրենք նպատակադրված են արել որպեսզի գոնե այդպիսով ճնշեն ձեզ եթե ասում եք չեք։ Եկեք սենց ասեմ, հա, քանի որ բոլորը գիտեն ավելի քան համոզված եմ, որ իրենց նաև օպերատիվ տեղեկություններով հաստատ գիտեն, որ Տիկին Ղումաշյանի վալիկեսի մի շաբաթ առաջ է 40-ից դուրս եկել ու անգամ իրենք այդ փաստը հաշվի չեն առնում եւ Տիկին Ղումաշյանին ձերբակալել են այս պահին, հետագան կհասկանանք ոնց կլինի, դե մասին ենք խոսում, ինչ ակնկալիքներ ունեն, կհասկանանք էլի։ Պարոն Ալեքսանյան, դուք ասացիք, որ պատրաստ եք սպասել եւ ձեզ համար այս ամենը, այնուամենայնիվ մինչեւ ընտրություններ սա չի բացառվում, որ միակ դեպքը չի լինելու։ Ինչ մեխանիզմներով եք պատրաստվում նաեւ սպասել։ Հիմա դուք էլ այդ մեխանիզմի մի մասն եք, շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար, ձեր ամեն օրվա աշխատանքի համար եմ շնորհակալ, որ լուսաբանում եք եւ հանրությանը տեղակ եք պահում, թե այս վախկոտ իշխանությունները ինչով են զբաղված, այդ մեխանիզմի մի մասնիկն է, ըստ իս, որ սա արդար պայքար է, մենք պայքարում ենք ուժեղ Հայաստան ունենալու համար, իսկ իշխանականները իրենց վախից ելնելով գնում են այլ գործողությունների։ Պարոն Ալեքսանդր, այդ ավելի պարտական միջոցը դատում որ ակտիվ բացարձակ մտավախություն չունենք, որովհետև ձերբակալությունով կլինի, ինչ-որ այլ գործողություններով կլինի մեզ մեր պայքարից ոչինչ չի կարող փոխարինողներ կան։ Հավատացեք, բոլոր հնարավոր պլանները ունենք։ Երևի ավարտենք, սպասենք, տեսնենք իրավաբանները։